մենք ձեզ շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար, որ դու տենց հայրենասեր եք, մեր Հայաստանի համար, բոլոր հայրերի համար այդքան շատ բան եք անում, թող Աստված ձեզ միշտ օգնի, ձեր ընտանիքը պահի ու միշտ ձեր հետ լինի։ Только так, если русерен ասեմ, որովհետև հայերեն մի քիչ դժվարանում եմ։ Я хочу сегодня выпить тост за нашу гордость нашей нации, за Гаги Кацарукяна, который решил построить в Армении самый высокий памятник Иисуса Христа. Это будет самый высокий памятник в мире, и выше пока нет ничего и не будет. Мы не верим в заявление Конора Макгрегора. А если он и сделает, то мы вдвоем полетим туда, да? Полетим, скажем, что гордимся им в ответ. Я хочу сказать вам огромное спасибо от лица всех армян, живущих во всех странах мира, Болор Мер Хаязгиц, за то, что вы делаете для нашего народа, и не только для армян, для всего христианского народа, потому что этот памятник станет центром притяжения христиан со всех стран мира в Армению. Находится он в уникальном месте, на очень высокой горе, где туда добраться было сложно, там проделать огромная работа, канатные дороги будут. И это такое место силы, сам памятник мы сегодня находились, уже видели, как его готовят, собирают, он обладает невероятной силой, энергетикой. Я от всего сердца желаю вам, чтобы все ваши дела имели успех, чтобы все, к чему вы прикасаетесь, только процветало. Вот, за вас. Спасибо вам большое. Спасибо. Спасибо. Барон? Ինչ ուզում ես արա, կարմիր կովն իր կաշին չի փոխում, ճտերն աշնանն են հաշվում, լեզուս չլիներ, ագրավներն աչքերս հանել էին, վացի, էշն ինչ գիտի, նուշն ինչա, Չգիտեմ, թե ով ես դու, և չգիտեմ քո անունը, բայց եթե դու դիտում ես այս տեսանյութը, ապա դու շատ օրհնված մարդ ես։ Թող Քրիստոսի թանկարժեք արյունը ծածկի քո տունը և քո ընտանիքը, նրանց պարգևելով խաղաղություն, պաշտպանություն և ազատություն։ Մի մերժիր։ Ամեն։ Անկախ նրանից գնում ես եկեղեցի, թե ոչ, կարդա սա մեկ անգամ, թող ամեն ինչ իրականանա։ Տեր, ներիր ինձ այն մեղքերի համար, որոնք ես գործել եմ գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Խնդրում եմ, ազատիր ինձ չարից, ընդունիր իմ ապաշխարության ընծան, փրկիր ինձ, պահպանիր իմ ընտանիքը։ Օրհնիր յուրաքանչյուրին, ով գրում է ամեն։ Կիսվիր այս գրառմամբ գոնե մեկ մարդու հետ, որպեսզի աղոթքի ուժը չդադարի։ Երբեք մի պարկիր քնելու, առանց Աստծուն շնորհակալություն հայտնելու։ Կանգ առ մի պահ մտածիր, թե քո կյանքում ինչն է արժանի նրա հանդեպ երախտագիտության։ Դրանք ընդամենը 4-ն են, բայց բոլորը կարևոր են, իսկ վերջինը ամենակարևորը։